Սիրված դերասան Լևոն Մկրտչյանն այս շրջանում Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի դերասանական կազմում է, որտեղ մարմնավորում է Հենրիին։ Դերասանի անձնական կյանքը սկսեց բուռն քննարկվել, երբ համացանցում հայտնվեցին նրա և սիրելիի Էվելինա Ստեփանյանի համատեղ լուսանկարներն ու տեսանյութերը։ Ինչպես խոստովանում է Ամալիա Հովհաննիսյանի «Life Room» սեր հաղորդման շրջանակներում Լևոն Մկրտչյանը, նրանք հանդիպել են 17 տարեկանում համալսարան ընդունվելիս։ Այնպես էր ստացվել, որ նույն օրը նույն ժամին քննության էինք, ես նրան միանգամից եմ նկատել։ Նրա գեղեցկությունը, պահվածքը շատ տարբերվող էր այդ ժամանակ, քայլ չարեցի, իմ կյանքում աղջիկ կար, ում հետ երկար ժամանակ շփվեցինք, բայց չհասկացանք իրար, հետո տեսա Էվկային ու միանգամից ինքս ինձ ասացի ինքն ա։ Սկսեցի քայլեր անել ու սկսեց մեր շփումը, երկրորդ կուրսից սկսեցինք հանդիպել, դասերին այնքան էինք խոսում, դասախոսներն ասում էին լռեք, 7 ամիս կոնֆետներով տառ էի սարքում, նվիրում, հետո ծաղիկներ, մի քանի ամիս շփումից հետո զգացմունքներս ավելի խորացան, Էվկային տեսնելիս հալվում էի, հետագայում դա վերածվեց մեծ սիրո։ Էվելինա Ստեփանյանն էլ իր հերթին շարունակել է. ինձ մոտ սեր էր առաջին հայացքից, գաղտնիք չէ, որ Լևոնը շատ հմայիչ տղամարդ է, սիրտս չդիմացավ նրա հմայքին։ Մինչև նրան հանդիպելն ունեի ոսկե կանոն՝ չընտրել դերասան տղամարդու որպես կյանքի ուղեկից։ Միշտ մտածել եմ, որ դերասանները շատ էմոցիոնալ ու խոցելի են, իսկ ես իմ կողքին պատկերացրել եմ ամուր տղամարդ, բայց Լևոնը կոտրեց իմ հորինած ստանդարտները, ամբողջ համալսարանում Լևոնը միակն էր, որ գրավեց ինձ։ Տարվեցի նրանով, 7 տարի ընկերություն ենք արել, ամեն ինչ տրամաբանորեն ընթացել է։ Սկզբում ուսանողներ էինք, հետո Լևոնը գնաց բանակ, կարիերա և հիմա եկել է այդ պահը։ Լևոնն այն տղամարդկանցից է, որ պիտի ամուր կանգնի իր ոտքերի վրա և պատասխանատվություն կրի իր ընտանիքի համար, տունն էլ բարեբախտաբար արդեն ունենք, պատրաստ ենք ամուսնության։ Դերասան Լևոն Մկրտչյանն ու իր սիրելին նույն հաղորդման շրջանակներում խոսել են նաև բացասական մեկնաբանությունների մասին։ Լևոն Մկրտչյանը նշել է, որ Էվկային չի թողնում կարդալ այդ մեկնաբանությունները, ինքս չեմ կենտրոնանում դրանց վրա, եթե ես հիմա նայեմ հետ ու կենտրոնանամ դրանց վրա, առաջ չեմ գնա, դա մարդկանց սուբյեկտիվ կարծիքն է։ Էվելինա Ստեփանյանն էլ իր հերթին ավելացրել է. հասկանում եմ, որ Լևոնը հմայիչ է և շատ աղջիկների համար իդեալ, շատերն իրենց պատկերացնում էին Լևոնի կողքին ու հանկարծ գալիս է Էվան, տարօրինակ, չինացու աչքերով և իրենց համար արտասովոր արտաքինով աղջիկ, քանի որ ես իրենց համոզմունքներին դեմ էի, դա շարժեց իրենց զայրույթը, պնդում եմ, որ նրանք պետք է ինձ հետ լինեն երջանիկ, ոչ թե ես նրանց հետ դժբախտ, խնդրում եմ, որ մարդիկ վերացնեն իրենց ներսի նախանձը, որպեսզի այն չզարգանա։ Թվում է 25 տարեկան նոր ամուսնացող աղջկա համար պիտի շատ ծանր ու ցավալի լինի, որ դիպչում են ինքնավստահությանը, բայց պետք է կարողանաս գիտակցել թերություններդ ու առավելություններդ, պետք է չվախենաս բարձրաձայնել թերություններդ, աշխատես դրանց վրա, իսկ առավելություններդ դրոշակ չդարձնես ու բոլորին ցուցադրես։ Լևոն Մկրտչյանն էլ հայտնիության մասին խոսելիս նշել է. «Եվ սպասում էի այս ակնթարթային հայտնիությանը, և անսպասելի էր։ Լուսանկարները Սևկան ուղարկել էր Արմենիա հեռուստաընկերություն, երբ իմացա, շատ բարկացա, հիասթափվել էի մասնագիտությունիցս, հատկապես ծառայությունից հետո, չէի զբաղվում դերասանությամբ, մտածել եմ հեռու մնամ այնպիսի բովանդակությունից, որն ինձ չի գրավում։ Դերասանությամբ չզբաղվելու պատճառներից մեկն այն էր, որ քյարթու էի, հիասթափվեցի մասնագիտությունիցս նաև այն ժամանակ, երբ շատերի նկատմամբ եղա մաքուր, ազնիվ ու նվիրված, բայց խաղընկերներիցս նույնը չստացա»։ Լևոնին սկզբում մութորյա նկարահանումներ էին նշանակել, շարունակում է Էվելինան, այդ պատճառով համաձայնեց։ Նկարահանման առաջին օրը զանգում ասում է, որ երկարաժամկետ նկարահանում են առաջարկել, ասում եմ հիմա ոչինչ մի պատասխանիր, արի քննարկենք, որոշենք։ Լևոնն ունի դերասանին հատուկ խարիզմա, խոսք և այլ կարողություններ, որոնք աստիճանաբար զարգանում են, նրան բեմում տեսել եմ և կրկնակի եմ սիրահարվել, համոզեցի Լևոնին, համաձայնեց։ Առհասարակ հայկական սերիալներ չեմ նայում, բայց Վերջին զանգը առաջին սերիայից նայել եմ, երբ լավ տեսարան է խաղում, ասում եմ սուպեր, բոլոր դրվագները քննարկում ենք, լավին ասում եմ լավ, վատին վատ։ Նշենք, որ Լևոն Մկրտչյանն աշխատում է նաև ավիաընկերությունում, գնում եմ օդանավում վաճառվող ապրանքները, եկամտաբեր աշխատանք է,
որը ժամանակի ընթացքում սկսել եմ սիրել։